մենք ձեզ կտանենք։ Բարև ձեզ։ Գնացինք, դրան նամդան նկասեք։ Լավ չեք լսում։ Ձեր անուն ազգանունը կասեք։ Մեջկյան հրարուշ։ Քանի տարեկան եք։ 96։ Ուր եք գնում։ Ուր եք գնում։ Կինո հայրենիք տուն։ Ուր էիք գնացել այսօր։ Եկեղեցի։ Եկեղեցի։ Ամեն շաբաթ գնում եք։ Չէ, մաման վերնքես։ Երբ որ խելքս փչում է գնում եմ։ Շատ լավ։ Մենակ գնում եք։ Մենակ կարողանում եք գնալ։ Ձեր երկարակեցության գաղտնիքը ո՞րն է։ Ձեր երկարակեցության գաղտնիքը ո՞րն է։ Երկար ապրելու գաղտնիքը։ Որ լավ ընտանիք ունեմ, ունեցել եմ ամուսինս չտեսնված լավն է, Ղարաբաղցիա, ես տեղից եմ, ամուսինս Ղարաբաղցիա 25 տարի մահացած է, բայց իմ թոռներս, ծորներս, տղիս շատ ուշադիր են հանդեպ ինձ, քեֆ ուրախություն որ լինի, առաջինը ես պիտի սեղանին նստեմ, ես տեղ ունեմ, տեղալինում որ ղեկավարում եմ, հլը հիմա չէ առաջ, շատ հարսանեկներ, շատ քավորություն եմ ունեցել, շատ լավ կյանք եմ ունեցել էլի, Փառք Աստծո, հիմա ոչ պարտք ունեմ, ոչ ես, ոչ են, թոշակ ստանում եմ, շատ լավ ապրում, ես ու տղես։ Իսկ թոշակը բավարարում է ձեզ։ Չէ, չի բավարարում, ճիշտ ասած երկու սեյնականոց կվարձիրա ունենք, վարձով ենք տվել։ Հա, շատ լավ։ Տիկին Լալուշ, դու գիտեք, որ 100 տարեկանը լրացած անձանց քաղաքային իշխանությունը որպես պատվովճար 1 միլիոն դրամ է տալիս։ Ձեզ մնում է 3 տարի ու կստանաք այդ գումարը։ Չէ, չգիտեմ։ Մաման մերնեքես, երեխեքս առողջ լեն, լավ լեն միլիոն, ես շատ միլիոններ եմ տեսել, որ իմ մատաղ շատ հարուստ եմ եղել։ Ինչով էիք հարուստ։ Ես նախ կարանող եմ եղել, երկրորդ ամուսինս ավտոբուսի պարկում ինժեներ է եղել, տղես 3 դիպլոմ ունի ավարտած, պոլիտեխնիկ, Մոսկվա, թեթևարդյունաբերություն, ստեղել էլի թեթևարդյունաբերություն, աշխատել են, ես չեմ աշխատել, տանը կար եմ արել, շատ լավ ենք եղել, շատ, Փառք Աստծո, հիմա էլ լավ եմ, ճիշտ շատ վիրահատություններ եմ տարել, ստամոքս, լեղապար, կույրախիկ, բայց սանատորիաները շատ եմ եղել, տարին 2 անգամ, առաջինը լինում էի ես են դուքի առաջինը ամառը ձմեռը կամ մեր արզնի հանքավան ջերմուկ տարին 2 անգամ 30 տարի այդքան ցկել եմ որ հետո վիրահատել են Փառք Աստծո, շատ լավ եմ, չեմ բողոքում, բոլորովին, ես ուղղակի ընկել եմ մեքենայի մեջ, Ինչ անենք երկար ապրենք, հրանշտան։ Ներվս բորբոքվել է, դրա համար էլ փետով եմ, աղջիկս ոնց ասեմ, պիտի ամեն ինչին դիմանաս, ցավը տանեմ, ամեն ինչին պիտի դիմանաս, շատ չխորանաս, աշխատի լավություն անես, հաց մենակ չուտես,
Միշտ կողքինիդ նայես, որ պակասա նայես, ուղիղ գնա մատաղը տնեմ, լա, Ճանապարհը հստակ գիտես, այսինքն ճանապարհը լավ Ճանապարհները հստակ գիտեք, լավ հիշում եք։ հա, Հիշողությունից չեք բողոքում, ամեն ինչ լավ է։ ես գիշերները այդ կանքում չունեմ, ես կարդում եմ, շատ լավ գրականություն ունեմ, միաժամանակ էլ գրադարանի հետ կապնված եմ, ես գրքեր եմ կարդում։ Հիմա ինչ գրքեր եք կարդում։ Հիմա ձեռքիս անունները չգիտեմ, բայց շատ լավ գրքեր է, նոր գրողներ են։ Հավանում եք նոր գրողներին։ Հա, Նոր սերնդի գրողներին։ հա, լավ Իսկ են։ տարբերությունը շատ էր հին գրողների, ներկայիս գրողներին։ Որն էր ավելի լավը ձեր Հինը։ սրտինը։ Հինը։ Մեր Մուրացանը, մեր Ռաֆին, մեր Շիրվանզադեն, ելով ունենք ընտիր։ Գրականություն գնա 1000 գիրք ունեմ, ռուսական հադորները ամբողջ։ Մեր հադորները լավ գրականություն ունեմ աղջիկս։ Տեսողությունից չեք դժգոհում։ Բոլորովին աչքիներով շատ լավ գիշերն եմ կարդում, ցերեկը չեմ կարդում, գիշերը պարկած, գնամ 5-4 ժամ Կարդում եք գիշերը։ կարդում եմ։ Բա երբ եք քնում, չեք հանգստանում։ Այ քիչ եմ քնում։ Իսկ այդ քիչ քնելը չի հոգնածնում, օրվա ընթացքում հոգնածություն։ Ցերեկը հիմա թեթև եմ։ Ամառը շատ եմ կործանում, կոնսերվաներ, կամպոտներ, երեխեքիս համար, թորներիս, ծորներիս համար, իրանք ինչ որ սիրում են, ես պարտադիր անում եմ, հիմա գնանք, ինչ սիրտդ կուզի, կամպոտ հանեմ խմեք։ Մերսի շատ, շնորհակալություն։ Հրանուշ տատ, կյանքի իմաստը որտեղ փնտրենք։ Առողջ լինենք, ուրախ լինենք, ոչ մեկին ցավություն չպատճառենք, լավ լինենք, բարի լինենք, ամենակարևորը։ Շո։ Ձեր կարծիքով բարությունը հիմա պակասում է։ Հա։ Հիմա շատ է պակասում, որտեվ հիմա հարևանություն չկա, բոլորովին չկա, չես ճանաչում հարևանների արդեն։ Ես արդեն 80 տարի ապրում եմ այս շենքի մեջ։ Շատ լավ ժողովուրդ են չտեսնված, մեզ նմանները շատ մեռել են, հիմի ջահելություն են, ջահելություն ինձ հետ ինչ պիտի անի, ոչ մի բան։ Ձեր թորնիկներին, ձեր ծորնիկներին խորհուրդներ տալիս եք որպես մեծ, տանգլխավոր։ Հա, իհարկե։ Ինչ խորհուրդ եք տալիս։ Մեզ ասեք, մենք էլ իմանանք։ Աղջիկս հետ եմ ասում, նախ ձեր առողջությունը պաշտպանեք, ուրիշի վատություն մի քանի, մի կռվի, որ քեզ ուզում են վատություն անեն, դու մի պատասխանի, երբ որ չես պատասխանում, այն արհամարելուց ավելի ուժեղ է, որ պիտի արհամարես, կռվես, չէ, արհամարի, ոչ դու, ոչ ես։ Տատ, այնքան սիրուն աչքեր ունեք, ջահել ժամանակ շատ սիրուն եք եղել, հələ ձեր սիրո պատմությունը պատմեք։ Ջահել ժամանակ շատ լավ կյանք եմ անցկացրել, ամուսինս շատ լավ մարդ է եղել, ամեն ինչով լավ եմ եղել, պարտք չեմ ունեցել, ճիշտ է, սովը տեսել եմ հայրենական պատերազմի, կռիվները ես մեր տեսել եմ, շատ նեղություններ եմ քաշել ինձ։ Տատ որ կան գնամ։ Ես տալանը մտի ծախ կանգնի իմ աղջիկ, ահա,
Ձախ կանգնի ու գնանք կոֆե խմենք։ Ես ինչ լավ բան ես ասում։ Մի հատ մեզ օկորնեք։ Բայ առողջ լինեք։ Գործի մեջ հաջող լինեք։ Ընտանիքի գլխի լինեք։ Խորը ծերության ծեր ընտանիքի հետ ապրեք։ Լավ ապրեք։ Բադություն չանեք երեխեք չան, բադություն անողին արհամարեք, պատասխանը մի տվեք, ամենալավ վիրավորանք նա իրան, շո ուրիշ ոչ մի բան։ Ինչ պլաներ ունեք ապագայի։ Ոչ մի բան ցավը տանեմ, երեխեք ծառոջ լինեն, ավարտեն, ամուսնանան, ես թե եբ կմերնեմ աստված գիտի։ Կյանքը քաղցր է, ինչի մեռնեք։ Իմ կյանքս, մաման մեռնի քեզ ինչ ասեմ, ունեմ մի հատ տղա 76 տարեկան, երկու թոռ ունեմ, 4 հատ ծոր ունեմ, մի ծորս 23 տարեկան է, կրվում 44 պատերազմին մասնակցել է, վիրավորել է, հիմա պոլիտեխնիկը վերջի կուրսն է, դիպլոմի վրեն է, են մի թորս բժշկականի երրորդ կուրսն է, աղջիկ ունեմ ծոր, դրանք ծորներս են, հայտնի դաշնակահարուի է, Ավանեսյան Այդա, հիմա դնեպրեք ասում դամուվ չէ, գնացել է դասերին, գնում են ծովապել չի, Դուբայ։ Դուբայ է, հիմա Դուբայ է, դասերի է, նվագում է, Ստեղ կոնսերվատորյան առաջի կուրսը առանց փողի անվճար են մեծ թորս է ծորս էլ անվճար պոլիտեխնիկը են մի ծորս վերջի ծորս արդեն 11-րդ դասարանն է Տիկին հրանուշ կավարտի վсё էլ բան չունեմ Շատ կապնված եմ, երկու հատ լավ հարս ունեմ, շատ լավ աղջիկներ են, անդիր։ Մաման մեռնի քեզ, արդեն երեխեք ստեղավորված են, աշխատում են շատ լավ, պարտքեր չունեն, ամեն ինչ տեղը տներ ունեն։ Մեռնելու ժամանակն է։ Տներով ապահովել եմ մաման մեռնի քեզ, մի թորս 3 լավ սենյակ դեմիրջան, մի թորս չարենց 3 սենյակ լավ, տղիս ստեղ 2 սենյակ, ես էլ ստեղ, իմ տունս է, եկեք գնանք կոֆե խմենք։ Ապրես, տատ, այս տանոթություն է, այս որ դու մենակ 96 տարեկանում ինքնուրույն գնում ես եկեղեցի։ Ամեն տեղ գնում եմ, մաման մատաղ երեխեքս տունը գնում եմ թորներից։ Ես իրանց նեղություն չեմ տալի, հակառակ ամբողջ ամառը ես զակատները բոլոր ես եմ անում ու որ երեխեքը ծմերը անշունը նեղություն չքաշեն, կան տանեն։ Տատի ինչ ես ուտում, ինչ վարժություն ես անում, որ երկար ես ապրել։ Չգիտեմ, մաման մեռնի։ Չես ասում գաղտնիքները։ Գաղտնիք չունեմ, մաման մեռնի քեզ։ Երևի թե որ լավ ամուսին եմ ունեցել, լավ ընտանիք եմ եղել, կռիվ ղալմաղալ չի եղել, բարեկամությունը շատ լավ են եղել և կերսանցս կողմից կիսուր կերսար տաներ, այդ ենց են եղել Ղարաբաղցի իրեն իրանք սաղ հին, ոչ թե հիմիկվա, մամայիս ընտանիքը շատ լավ, պապաս էր զնկացի է, 5-15 թվից եկած, մամաս էլ էլի էր զնկացի,
Թուրքիայից փախած եկած, պապա շատ լավ ֆոտո նկարիչ է եղել Հայդի, ֆոտո Հայդի, այն ժամանակ Դավիթ Սասունցկի արսանի տեղը եղել է իմ պապայիս պավիլյոնը, այն ժամանակ, հարուստ ենք եղել, փառք Աստծու։ Տոտիկ ինչ հետաքրքիր է։ Ապրեք, զորանաք, երկար կյանք։ Ցանկանում եմ ձեզ առողջություն, հաջողություն, կապուտ ճանապարհ, դժվարություն չքաշեք, դժվարությունն էլ դժգոհություն չանեք, ոչինչ, ամեն ինչ յոլա կտանի, ամեն ինչ։ Լավն ասենք։ Սովնել եմ տեսել, քաղցնել եմ տեսել, կռիվներ եմ տեսել, տես քանի պատերազմ եմ տեսել, փառք Աստծու, աշխարհին խաղաղություն լինի, երեխեքին առողջություն ջահելներս, զինվորներս սաղ սալամատ գնան ծառայեն հայրենիքին կան, պատերազմ չլինի։ Ապրես, զորանաս, ապրես։ Էլ բան չկա մաման մեռնի քեզ։ Բայց ես ասում մեռնի, ասա։ Եկեք գնանք կոֆե խմեք, էլ ինչ կլինի։ Դու շատ Ապրեք, ինչ լավ ծանոթացանք։ Ինչ լավ է որ չամաչեցիք եկաք, ամաչում են գան մեկ-մեկ։